Զեկույցներից հետո վարչապետ Կարապետյանը թուղթն ու գրիչը ձեռքը վերցրեց, սկսեց բարձրաձայն հաշվել, միաժամանակ նորից ճշտել լսածը։ Երկրի ճանապարհային ցանցը քանի հազար կիլոմետր է, դրանից որքանն է նախարարության, որքանը մարզային իշխանության պատասխանատվության տակ։ 7400 կիլոմետր ճանապարհ ունենք, որից 3600-ը դուք եք սպասարկում, 3800 մարզային։ Մաթեմատիկական հաշվարկի շարունակությունը սա է. երկրի ճանապարհների 20%-ը 1400 կիլոմետրը լավ վիճակում է, 5400 կիլոմետրը միջին գնահատականի է ու կարելի է դեռ փոսերը լցնելով ճանապարհը խելքի բերել, 600 կիլոմետրն է, որ վատ վիճակում է ու հրատապ հիմնանորոգում է պահանջում։ Որքան գումար է պետք սրա համար, վարչապետ Կարապետյանը լսածը նորից բարձրաձայն ճշտում է։ Որպեսզի այս ամեն ինչը երջանիկ վիճակի հասնենք, 5-ից 7 տարվա մեջ մեզ պետք է 90 միլիարդ փող տարեկան։ Վարչապետն ասում է նախարարության ներկայացրածը ամենահեշտ տարբերակն է։ Դուք ասում եք գումարի չափը կառավարությունը տալիս է ու բոլորը երջանիկ գնում են տուն։ Իսկ եթե պետությունը այդ գումարը չունի, ինչ պետք է անել։ Ճանապարհ սարքողն ու սպասարկողը պետք է միանան մեկ մեծ ընկերության մեջ, հուշում է վարչապետը։ Սարքողն ու էքսպլուատատորը պետք է իրար հետ համախմբվեն, կոոպերացիա անեն, կլինի տենց։ Կադրից դուրս լսվում է ճանապարհաշինական ընկերությունների աշխատանքը վերահսկող ՊՕԱԿ-ի գլխավոր տնօրենի ձայնը։ Նորից գրիչն ու թուղթը ձեռքին այս անգամ վարչապետը բարձրաձայն հաշվում է։ Երկրի տրանսպորտային ցանցում 153 միջմարզային եւ 263 ներմարզային երթուղիներ են գործում, որոնք միասին սպասարկում են հանրապետության 644 համայնք։ Գծատերերի թիվն էլ կազմում է 145։ Ոնց եք որոշել A բնակավայրը, B, C, D։ Հարցին պատասխանում է փոխնախարար Արսենյանը։ Հաշվում են բնակավայրի բնակչության թիվը, ճանապարհի վիճակը, կապում են դրան շրջանի որևէ խոշոր քաղաքի հետ կամ մարզկենտրոնի հետ, հատուկ երթուղի է կազմում։ Ներկայացվածն իհարկե լավագույն տարբերակը չէ, վարչապետի հետ համաձայնում է փոխնախարարը եւ առաջարկում իր կարծիքով լավագույններից մեկը։ Նկարում ես տեսնում եմ, որ մենք պետք է ունենանք հանրապետության մասշտաբով միասնական երթուղային ցանց եւ իհարկե օպերատորների խոշորացում պետք է գնա։ Այս պատասխանը վարչապետի գործնական դեմքին ժպիտ բերեց։ Գոհ է։ Այսօր ոնց որ լավ են պատրաստվել։ Տարոն Կոխլիկյան, օրակարգ։